այս ինչ երկիրը վերանալու է կամ տեսել եք, չգիտեմ, ընդդիմության թեզերը ամբողջությամբ տեղավորվում են ուրեմն այս տրամաբանության մեջ։ Ինչեր եք խոսում ժողովուրդ ջան, եւ ընդհանրապես դուք դեռ խոսում եք, դուք այն մարդիկ եք, որ հնարավորին բոլոր ստերը տարածեցիք խաղաղության համաձայնագրի տեքստի մասին։ Տեքստը հրապարակված է, եւ այդ տեքստում ոչինչ չկա ձեր տարածած ստերի մասին։ Հիմա չեք ուզում ստեղ գաք, ասեք սիրելի հայրենակիցներ, մենք անկեղծորեն գիտեինք, տենց էինք մտածում, բայց ներեցեք մեզ գետինը մտնենք մենք որպես ընդդիմադիրներ, որ ձեզ խաբում ենք, ի՞նչ եք գալիս ասում։ Դուք չեք ստեղից ասում, որ խաղաղության պայմանագրի մեջ այս տեքստերն է գրած։ Ի՞նչ եք գալիս այստեղ որպես ընդդիմադիրներ, ասեք սիրելի հայրենակիցներ, մենք գետինը մտնենք, որ ձեզ խաբել ենք, ի՞նչ եք ասում։ Գառնիկ Դանիելյանն եկել աստեղ ասում է ես եմ փրկել եկեղեցին։ Մերօրյա Ռեմբոն է Գառնիկ Դանիելյանը առհասարակ։ Ստում եք դուք, պարոն Դանիելյան, ձեր սրբազանի, իբր սրբազանի սառեցվածի հետ, ստում եք ժողովրդին, խաբում եք, եկեք ստեղ ասեք, որ դուք խաբում եք։ Եթե չեք խաբում, գոնե եկեք ասեք, մենք սխալվում ենք։ Եվ որ խոսալու իրավունք ունենաք, լեգիտիմություն ունենաք խոսալու, հարց տալու լեգիտիմություն եւ իրավունք ունենաք, որովհետեւ ոնց կարելի է էլի գալ 4 տարի անընդհատ ինչ սուտ ասել, տերորի ենթարկել մարդկանց, հələ որ վերբալ եւ հոգեբանական, լավա որ վերբալ եւ հոգեբանական տերորի ենթարկել մարդկանց, հետո գալ այստեղ sense սրբի դեմքով ինչ որ բան ճշմարտություններից փորձել խոսալ, որոնք էլի բացարձակապես կապ չունեն որևէ տեսակի ճշմարտությունների հետ։ Ասում եմ մենք խաղաղություն ենք ուզում, բայց պետք է եկեղեցուց 3 մետր ենկոմ օտար երկրի սահման չլինի։ Մենք խաղաղություն ենք ուզում մի պետության հետ, որը գոյություն չուներ այդ պետությունը, մենք իրանց հետ խաղաղություն ենք ուզում, ջան, ինչ չեք խոսում։ Ձեր յուրաքանչյուր արտահայտած հաջորդ միտքը հակասում է ձեր յուրաքանչյուր արտահայտած նախորդ մտքին, դուք ընդհանրապես դες լսում եք ձեր խոսալուց հետո։ Աբսուրդ է, հերիքա, ներողություն, բոլորին, չգիտեմ ինչի տեղ դնել ձեր անտրամաբանական եւ անբովանդակ միմյանց հակասող ստերով։ Իշխանական քարոշչա մեքենա է գալիս այստեղ Լիլիթ Գալստյանն ասում է եւ ուրեմն ամփոփում է երեկվա ադրբեջանական մամուլի տեսությունը։ Ասենք սրա տրամաբանությունն եմ ես ուզում հասկանամ, Տիկին Գալստյան։ Ասելիք ունեք եկեք ձեր մտքերն արտահայտեք, իմաստը որն է գալ այստեղ անել հայտարարություններ, հղումներ անել ինչ որ անհասկանալի կայքերի, լրագրողների, հոդվածների, որոնք ադրբեջանական են, թուրքական են, իրանական են, բրիտանական են, ամերիկյան են, ռուսական են, եկեք հայկական օրակարգի վրա հղում արեք, ասելիք ունեք հայկական օրակարգի մասին, առաջարկ ունեք Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, եկեք արեք, ձեր առաջարկը որն է, եկել եք ասում եք վերադարձ, ես вообще ահավոր է ձեր կողմից այս տեքստը լսելը, ահավոր է, դուք մարդիկ եք, որոնք թույլ չեն տվել, որ Լեռնային Ղարաբաղի, որոնք թույլ չեն տվել, ուշադիր եղեք, որ Ղարաբաղի հայ ժողովուրդը բանակցի Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, որպեսզի կարողանա ոչ թե վերադառնա հետո, այլ մնա, ոչ թե վերադառնա, նայեք տարբերությունը, այլ մնա, չանցնի այս դժոխային իրավիճակի մեջով, մնա իրենց հողում, ձեր ասած ինքնորոշում եք ասում, խառը բաներ եք խոսում, այդ ամեն ինչի պայմանավորվածության հնարավորության դուռը դուք փակել եք Ղարաբաղի ժողովրդի համար։ Ու հիմա դուք եկել եք Ղարաբաղի ժողովրդին ասում եք պետքա վերադառնաք, չեք ուզում գաք Ղարաբաղի ժողովրդին ասեք, մենք գետինն ենք մտնում, որ թույլ չենք տվել ձեզ բանակցել ձեր իրավունքների համար։ Չեք ուզում գաք ասեք, որ դուք գետինն եք մտնում դրա համար, թե չեք ասում, ուրեմն գետինը չեք մտնում։ Ձեր կողմից իշխանական պալատական հեղաշրջման հետևանքով լուծարվել է ձեր կողմից անդադար հիշատակվող Արցախի հանրապետությունը դրոշներն բերել եք այդտեղ, լուծարել եք դրոշները բերել եք դրել այդտեղ, որ ինչ։ Այսինքն այսքանից հետո դուք դեռ ձեզ իրավունք եք վերապահում, բարոյական իրավունք եք վերապահում Ղարաբաղի ժողովրդին ասել, որ պետքա վերադառնալ, չեք ամաչում ուղղակի, ամաչեք Ղարաբաղի ժողովրդից։ Եվ Ղարաբաղի ժողովուրդը ձեզանից այդ պատասխանը պետքա ստանա։
Եվ այդ առաջարկը, որ տենց գալիս ասում եք, հələ մի հատ գնացեք հողի վրա, մարզերում, համայնքներում այցելեք, ժողովրդի դիմացը կանգնեք, այն տեքստերը, որ ստեղից ունենում եք, այդ ելույթները, գնացեք կանգնեք Հայաստանի Հանրապետության համայնքների կենտրոնական հրապարակներում ու ելույթ ունեցեք։ Ես ձեզ մարտահրավեր եմ նետում։ Այն տեքստերը, որ ստեղից եք մեզ ասում, գնացեք, մարտահրավեր եմ ձեզ նետում։ Գնացեք կանգնեք Հայաստանի Հանրապետության քաղաքներում, մարզերում, կենտրոնական հրապարակներում եւ սկսեք այդ տեքստերը ունենալ, խոսել։ Գնացեք։ Ես ձեզ մարտահրավեր եմ նետում։ Ասում են ամեն ինչ միակողմանի է, հետևից կարդում են փոխադարձություն բառը։ Ասենք փոխադարձություն բառը որևէ տրամաբանությամբ չի կարա միակողմանի որևէ բան նշանակի։ Փոխադարձություն նշանակում է փոխադարձություն։ Սա էլ արդեն պարզ հայերեն լեզուն է, որը որ չնայած դուք ուրիշ լեզուներ ոնց որ ավելի լավ եք հասկանում, քան հայերեն լեզուները։ Եվ ստերի մասին կարծես թե շատ խոսեցինք եւ մի թեմա էլ կա, որ ասում են Հայաստանի Հանրապետությունը դարձնում եք միջազգային բախումների թաթերաբեմ։ Լուրջ։ Ասում են գնում են զրուցում են Ռուսաստանի նախագահի հետ, հետո գնում են Չինաստան, հետո Իրան, հետո ԱՄՆ, հետո այսինքն Ռուսաստանը դեմ չի, որ մենք ԱՄՆ-ի հետ հարաբերություններ ունենք, ԱՄՆ-ն դեմ չի, որ մենք Ռուսաստանի հետ հարաբերություններ ունենք, Իրանը դեմ չի, որ մենք ԱՄՆ-ի հետ հարաբերություններ ունենք, ԱՄՆ-ն դեմ չի, որ մենք Իրանի հետ հարաբերություններ ունենք, Չինաստանը դեմ չի, որ մենք Ռուսաստանի, ԱՄՆ-ի հետ, Իրանի հետ հարաբերություններ ունենք, Իրանը, ԱՄՆ-ն, Ռուսաստանը դեմ չեն, որ մենք Չինաստանի հետ հարաբերություններ ունենք, ընդդիմությունն է դեմ։ Ես դուք ով եք։ Այս աշխարհաքաղաքական նոր բևեռի տեղ եք ձեզ դրել։ Հայաստանի Հանրապետությունը վարում է բալանսավորված հաջող քաղաքականություն։ Ինչի մասին եւ ասել էր։ Եվ որքան ուզում եք այստեղ բարձր գոռացեք, լալա հառաչ ելույթներ ունեցեք, հուզվեք ամբիոնի մոտ։ Դրանից իրականությունը չի փոխվելու։ ԱՄՆ-ում օգոստոսի 8-ի ստորագրված պատմական շրջադարձային փաստաթղթերը չեն փոխվելու։ Այդ տեքստերը հրապարակված են, մարդիկ բաց աղբյուրներում դրանք կարդում են, հետո ձեզ են լսում եւ անում են այն հետևությունները, որոնք անում են։ Եվ մի հատ էլ աբսուրդ բան կա, սա էլ ասեմ եւ արդեն ամփոփեմ։ Ասում է դուք քաղաքական շոու եք կազմակերպել, այս աբսուրդ է ուղղակի։ Գնացել եք ԱՄՆ-ում, փաստաթղթեր եք ստորագրել, այսինքն նայեք ինչա տեղի ունեցել։ Մենք Ադրբեջանի նախագահին, ԱՄՆ-ի նախագահին կազմակերպել ենք մեր ուզելով, որ մեր ներքաղաքական օրակարգերի համար հավաքել ենք մի սենյակում, փաստաթղթեր են կազմել, բոլորին ստիպել ենք, որ գան նստեն, այդ ելույթներն ունենան։ Եկեք ծափարենք մեր ձեր ասածը անելու համար։ Դուք հասկանում եք, թվապես ինչ եք խոսում։ Ես չեք խոսում։ Դուք եք ստեղից պատմում, որ մենք քաղաքական շոու ենք կազմակերպել, այդ փաստաթղթերը քաղաքական շոու են, այսինքն Հայաստանի Հանրապետության վարչապետը, ԱՄՆ-ի նախագահը, Ադրբեջանի նախագահը նստել են այդ ամբողջ աշխարհի առաջ պայմանավորվածություններ են ձեռք բերել, փաստաթղթեր են ստորագրել, որը ձեր գնահատմամբ մենք կազմակերպել ենք Հայաստանի ներքաղաքական կյանքում ինչ որ դիվիդենտներ